Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևում է Հայ դյուցազուններ հաղորդաշարը եւ այսօրվա մեր հաղորդումը նվիրված կլինի դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիային։ Իսկ մինչեւ ասոցիացիային անցնելը մի փոքր պատմություն է ուզում ներկայացնել, թե ինչպես է ստացվել, որ աշխարհում սկսել են գրանցել ռեկորդներ։ Արթուր Գինեսը հանրահայտ իռլանդացի գարեջրագործ էր։ 27 տարեկանում նա սկսեց իր գարեջրային բիզնեսը, օգտագործելով իրեն որպես ժառանգություն թողնված 100 ֆունտ ստերլինգը։ Սկզբում նա վարձակալեց Դուբլինից 17 կիլոմետր հեռավորության վրա գտնվող 4 հեկտար հողատարածք եւ մի փոքրիկ գարեջրատուն, որտեղ սկսեց արտադրել իր սեփական Guinness բրենդի գարեջուրը։ 1759 թվականին նա բացեց իր առաջին գարեջրատունը Դուբլինում։ 1833 թվականին այդ գարեջրատունն արդեն ամենամեծ ու հայտնի գարեջրատունն էր ողջ Իռլանդիայում։ Գինես գարեջուրը անհավանական մեծ հռչակ էր ձեռք բերել եւ 20-րդ դարում էլ շարունակում էր վաճառվել բոլոր փաբերում։ Շուրջ 200 տարի էր անցել այն օրվանից, երբ Արթուր Գինեսը հիմնել էր իր առաջին գարեջրատունը։ Հյու Բիվերն այդ ժամանակ Գինես գարեջրատների ցանցի գործադիր տնօրենն էր։ 1951 թվականին, որսի ժամանակ նա չկարողացավ հրացանով խփել ոսկեգույն քարադր կոչվող թռչնակին եւ որոշեց գրազ գալ մյուս որսորդների հետ, որ այդ թռչյունը ամբողջ Եվրոպայի ամենաարագընթաց թռչյունն է։ 3 տարի անց նա նորից գրազ եկավ այդ առիթով, սակայն այս անգամ ոսկեգույն քարադրը իր արագությամբ հավասարվեց շոտլանդական կաքավի հետ։ Այս փաստը Հյու Բիվերին հանգեցրեց այն մտքին, թե ինչու գոյություն չունի մեկ հեղինակավոր աղբյուր, որին դիմելով հնարավոր կլինի հաստատել կամ հերքել ինչ-որ փաստեր, աղբյուր, որը կօգնի լուծել նմանատիպ վեճերը։ Բիվերը չէր կասկածում, որ փաբերի այցելուները հաճախ են այսպիսի վիճաբանություններ ու քննարկումներ ունենում, գրազ գալիս այս կամ այն հարցի շուրջ, սակայն գիրք, որը կօգներ լուծել այդ վեճերը, դեռևս չկար։ Քննարկելով այդ միտքը գործընկերների ու մտերիմների հետ, Բիվերը գտավ մարդկանց, ովքեր այդպիսի գիրք ստեղծելու նախաձեռնությունը վերցրեցին իրենց վրա։ Այդ մարդկանց անուններն էին Քրիստոֆեր Չաթուեյ, Նորիս եւ Ռոս Մակ Ուայթերներ։ Լոնդոնի թագավորական այգում վերջիններս կազմակերպեցին գրքի նախատիպի պրեզենտացիան հատուկ Գինես գարեջրատների տնօրենների խորհրդի համար։ Նախագիծը հաստատվեց եւ գումար հատկացվեց գրքի տպագրության համար։ Սկսվեցին ակտիվ աշխատանքները, գրվեցին հազարավոր նամակներ կենթանաբաններին ու բուսաբաններին, քիմիկոսներին ու աշխարհագրագետներին, եղանակի տեսաբաններին ու ֆիզիոլոգներին, մի խոսքով բոլոր գիտնականներին։ Ստացված տեղեկատվությունը հավաքվեց, իսկ գիրքը Արթուր Գինեսի պատվին կոչվեց Գինեսի գիրք։ Գիրքը հրատարակվեց 1955 թվականի օգոստոսին եւ այնպիսի հաջողություն գտավ, որ մինչեւ Սուրբ Ծնունդ արդեն դարձել էր ողջ Մեծ Բրիտանիայի թիվ 1 բեսթսելերը։ Առայսօր Գինեսի ռեկորդների գիրքը ամենավաճառվող գրքերից մեկն է ողջ աշխարհում։ Հրատարակվում է աշխարհի բոլոր ծայրերում, 40 երկրում, անգլերեն լեզվով, ինչպես նաեւ թարգմանված է 37 այլ լեզուներով։ 1974 թվականին Գինեսի ռեկորդների գիրքը գրանցվել է իր իսկ էջերում, որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված եւ ամենատարածված գիրք։ Որից հետո եկան ժամանակներ, երբ Հայաստանում կարիք առաջացավ ստեղծել նմանատիպ կազմակերպություն եւ ստեղծվեց Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիան, որի հետեւ մենք հիմա կծանոթանանք կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանի օգնությամբ։
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ 1990 թվականից Հայաստանում ստեղծվեց արտասովոր շարժողական ունակությունների գրանցման հանձնաժողով, որը արձանագրում էր հայազգիների ինքնատիպ ուժային ռեկորդները։ 2013 թվականից հանձնաժողովը վերանվանվեց Դյությազնագիրք Դյությազունների ասոցիացիա հասարակական կազմակերպություն, որն արդեն ոչ միայն գրանցում է ուժային ռեկորդները, այլ նաև ինտելեկտուալ, մշակութային և բացառիկ ռեկորդները։ 2012 թվականին ստեղծվեց նաև Դյությազնագիրք հիմնադրամը։ Դեռևս 1990-ական թվականներին հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը և առաջնահերթությունը անխուսափելի է եղել, ինչն էլ պատճառ է հանդիսացել ստեղծելու հանձնաժողով, որը կգրանցեր այդ նվաճումները, դրանք պահպանելու և հանրությանը դարեդար ներկայացնելու համար։ 1990 թվականից մինչև 1995 թվականը կազմակերպության նախագահն է եղել ԽՍՀՄ սպորտի վարպետ վաստակավոր մարզիչ Միքայել Իսպիրյանը։ 1995-ից 1997 թվականներին ԽՍՀՄ սպորտի վարպետ Արթուր Գևորգյանը, իսկ 1997 թվականից մինչ օրս նախագահում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը։ «1990 թվականի մարտի 11-ին ստեղծվեց Հայաստանում արտասովոր շարժողական ունակությունների գրանցման հանձնաժողով, որը անուետև ստացավ Դյությազնագիրք անվանումը։ Առաջին ռեկորդակիրը դա Սերյան Ֆարմանյանն է, այդ փոքրիկը, որը կատարեց կքանիստ վարժությունը 3150 անգամ։ Դրանից հետո կամաց սկսվեց նորանոր դյությազուների ի հայտ գալը։ Ներկայումս մեր հանձնաժողովը գրանցել է շուրջ 1000-ին հասնող ռեկորդներ, որից 45-ը գրանցվել են Գինեսի համաշխարհային գրքում։ Մենք ունենք բազմակի ռեկորդակիրներ, երկակի ռեկորդակիրներ 6 ամսականից սկսած մինչև 75 տարեկան։ Բավականին աղջիկ երեխաներ ունենք գրանցված։ Հանձնաժողովը երբ սկզբում աշխատում էր ուժային ռեկորդներ գրանցելու վրա, բայց եկավ մի ժամանակ, երբ մեզ դիմեցին տարբեր ասպարեզներից, տարբեր ոլորտների գրանցումների համար, և մենք կատարեցինք մեծ փոփոխություն մեր կանոնակարգում, կանոնադրությունում, և ներկայումս ունենք բավականին արվեստի աշխատողներ, տեխնիկայի մեծ գյուտարարներ և ներկայումս մեր դյությազուների, այդպես ասած, թիվը հասնում է 400-ի։ Մինչ օրս գրանցվել է 385 դյությազունների շուրջ 1000 ռեկորդ, որից 45-ը Գինեսի։ Հանձնաժողովի անդամները շուրջ 20 տարի գրանցել են զարմանահրաշ փաստեր հայ ազգի նշանավոր մարդկանց և գերդաստանների մասին, արտասովոր ռեկորդներ սահմանած հերոսների մասին և արդեն ժամանակն էր գիրք ստեղծելու, որի կարևոր գործընթացն էլ ձեռնարկեց գրքերի հեղինակ Վարդան Թովմասյանը։ Դյությազնագրքի առաջին հատորը հրատարակվեց 1912 թվականին։ Այն ներառում է 20 տարվա 1991-ից 2011 թվականներին հայորդիների ուժի, կամքի, հնարամտության զարմանահրաշ նվաճումները։ Երկրորդ հատորը լույս է տեսել 2015 թվականին և ամփոփում է 2012-ից 2015 թվականներին հավաքագրված տեղեկությունները։ Գրքի երրորդ հատորը, որի աշխատանքները մոտենում են ավարտին, կընդգրկի 2016 թվականից մինչև մեր օրերը գրանցված ռեկորդները։ Հայաստանում գրանցված ռեկորդներից բացի գրքում ներկայացվում են նաև սփյուռքահայերի կողմից սահմանված ուժային և ինտելեկտուալ ռեկորդները։
Դյուցազնագրքում ուրույն տեղ ունեն նաև գիտության և մշակույթի բնագավառի հայ մեծերը։ Գրքերը հրատարակվել են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ի դեպ, համագործակցելով Հայաստանի ազգային գրադարանի հետ, Դյուցազնագիրքը թվայնացվել է, ինչպես նաև 2016 թվականից հետո գրանցված ռեկորդների մասին պարբերաբար տեղեկություններ են ներկայացվում ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում։ Ես ինչպես նշեցի, Սերյան Ֆարմանյանը իր հայրիկի հետ ներկայանում է սպորտ նախարարություն, այն ժամանակ կոչվում էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե, և ցանկություն էր հայտնել, քանի որ իմանալով Գինեսում ռեկորդներ կա, ցանկություն էր հայտնել սահմանել ռեկորդ և այն գրանցվի սպորտ կոմիտեում։ Ռեկորդը գրանցվել էր մեր անվանի երջանկահիշատակ ջրացարկորդ Դավիթ Համբարձումյանի առանձնասենյակում և այդտեղից հիմքը դրվեց և հրաման արձակվեց ստեղծել հանձնաժողով, որտեղ իրենց ներկայությունը ունեցան և սպորտպետկոմի աշխատողները, լրագրողներ, բժիշկներ, կամաց այդ աշխատանքները սկսեցին գնալ։ Եվ 97 թվականին, երբ ես ստանձնեցի հանձնաժողովի նախագահի պարտականությունները, մի քանի տարի բավականին ռեկորդներ գրանցելուց հետո եկավ այն պահը, որ պետք է այդ ամենը դառնա գրքի տեսք, որպեսզի սերունդները հետագայում տեսնեն մեր երեխաների, մեծերի սահմանած ռեկորդները։ 2012 թվականին Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի միջոցով հրատարակվեց մեր առաջին դյուցազնագիրքը։ Երկրորդը նույնպես Գագիկ Ծառուկյան հիմնադրամի միջնորդությամբ հրատարակվեց երկրորդ գիրքը։ Ներկայումս մեր ռեկորդները բավականին նորից բազմացել է և անհրաժեշտություն է առաջացել երրորդ հատորի լույսընծայման համար։ Ես կուզեի շեշտել, որ այստեղ մեր ռեկորդների մեջը իր ուրույն տեղը ունեցավ նաև մեր բոլորիս կողմից սիրելի և հարգված, բոլորից շատ դիտվող Դելտա TV-ի հաղորդումները և քանի որ դա միակ հեռուստաընկերությունն է, որը ունի բազմաժանր հաղորդումներ և առանց քաղաքականության բոլորի կողմից սիրելի, դրա համար մենք գնահատեցինք այդ արժանինքները և նրանք դարձան մեր դյուցազնագրքի անդամը ռեկորդակիրը։ Դելտա TV հեռուստաընկերությունը և գլխավոր պրոդյուսեր Արման Մազմանյանը 2021 թվականի նոյեմբերի 2-ին գրանցվել են Հայաստանի Հանրապետության դյուցազնագրքում։ Արման Մազմանյանի հեռուստատեսության ոլորտում ստեղծած աշխարհում եզակի մոդելի շնորհիվ հնարավոր է դարձել ընդամենը 5 հոգով ստեղծել 28 բազմաժանր հեռուստահաղորդաշարեր, հավատարիմ մնալով այն սկզբունքին, որ հեռուստալիքը պետք է լինի տարբերվող, յուրօրինակ և ամենակարևորը հեռուստադիտողին կրթող։ Մենք բավականին ռեկորդներ ունենք, որոնք բազմաժանր և կան շատ աչքի ընկնողները։ Դրանցից մեկը Արտակ Ռաֆայելյանը, որը մեջքի պարկած արտակուրում դեպի առաջ, այսպես ասած, պրես վարժությունը կատարել է 11011 անգամ առանց դադարի,
5 ժամ 36 րոպեում։ Ցավոք մեր այդ հերոս ցուցազունը նահատակվեց Արցախյան պատերազմում երիտասարդ տարիքում։ 2012 թվականի ապրիլի 13-ին ծննդյան օրը Հայաստանի Հանրապետության արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման հանձնաժողովի կողմից արժանացել է դյուցազնագրքի մեջքին պարկած ձեռքերը վեր արտակորմ դեպի առաջ վարժությունը 9000 անգամ 5 ժամ 1 րոպե ժամանակահատվածում անընդմեջ կատարելու համար։ Սույն թվականի ապրիլի 13-ին Արտակի ծննդյան 15-ամյակի օրը Արտակ Ռաֆայելյանը սահմանեց 2 ռեկորդ։ Առաջինը մինչև 16 տարեկաների ռեկորդը եւ երկրորդը մինչև 25 եւ ավելի տարիքի ռեկորդ։ Նույն մրցույթին մասնակցել է երկրորդ անգամ, արդեն 2 ամիս անց հունիսի 24-ին։ Այս անգամ նույն վարժությունը կատարել է 11011 անգամ 5 ժամ 52 րոպե ժամանակահատվածում։ Գրանցումը մեզ մոտ կատարվում է հետևյալ կարգով. ցանկություն, որը արտահայտվում է դիմումի տեսքով, մեր մոտ հատուկ դիմումի ձևը կա, ներկայացումը բժշկի տեղեկանք իր առողջության վերաբերյալ, դիմումը մեկ գրվում է պարտադիր, որ այդ գործողությունը կատարվում է անձամբ իր ցանկությամբ եւ եթե որևէ վնասվածք ստանա, պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ Եթե երեխա է անչափահաս, ապա պատասխանատվությունը իր վրա է վերցնում ծնողը։ Բավականին ռեկորդներ ցանկացել են ներկայացրել են, բայց քանի որ մենք գտնում ենք, եթե դա իր առողջությանը վնասող կամ որևէ վատ հետևանք կարող է ունենալ, ապա մենք այդ դիմումը չենք ընդունում եւ այդ ռեկորդը խորհուրդ ենք տալի ոչ միտեղ հանգարց չանի։ Գինեսի ռեկորդակիրների հետ միասին, երբ անցկացրեցինք մամուլը ասուլիս, հայտարարեցինք, որ նոր ճանապարհ ենք սկսում անցնել։ Ստեղծվելու են բոլոր շրջաններում Ձուցազունի տուն անվանումով մարզական օջախներ, որտեղ մեր երեխաները կմարզվեն եւ կբացահայտեն իրենց ունակությունները, դա կպրոպագանդի մեր առողջ ապրելակերպը, երեխաների տաղանդի բացահայտումը, մոտ օրերս մենք առաջինը այդ գործողությունը կկատարենք Թալին քաղաքում, որտեղ քաղաքապետի կողմից տրվել է հատուկ տեղ, որտեղ պետք է երեխաները մարզվեն, բարեգործերի միջոցով վերանորոգվել, կահավորվել, մարզագույքով ապահովված է եւ կամաց Շիրակի մարզում արդեն այդ մասին արդեն մենք նախնական պայմանավորվածություն ունենք, նույն ժամանակում այդ գործողությունը կկատարվի Վանաձոր քաղաքում եւ ազգի լավ սերուսքը, այսպես ասած, եւ մարզական եւ արվեստի գծով ոչ մեկը բաց չի մնա, բոլորը պետք է իրենց ուրույն տեղը գտնեն հայկական պատմության մեջ։ Իմ մաղթանքը աշխատեք հեռու մնալ վատ սովորություններից, բոլորդ էլ ունեք ձեր մեջ տաղանդ, բայց այն պետք է իմանալ ինչն է եւ աշխատել այդ տաղանդը բացահայտել եւ զարգացնել։ Բոլորն էլ կարող են ունենալ այդ շնորհքը։ Ես չեմ կասկածում։ Հայ ազգը սերումը Սասունցի Դավիթներից կշարունակվի մինչև վերջ։
Այսօրվա համար այսքանը ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, դուք հետևեք հայ դյուցազուններ հաղորդաշարին, որի ընթացքում մենք ձեզ կներկայացնենք հայ ռեկորդագիրների հայ դյուցազունների։ Այսօրվա համար այսքանը, հաջողություն։